Սերժ Սարգսյանը Պուտինին նամակում բացահայտ ասում է, որ ռազմական բալանսը խախտվել է, հնարավորությունները Հայաստանի խիստ սահմանափակվել են եւ սրան աջակցել է մի կողմից Ռուսաստանի դրածո գործակալները Հայաստանում, որոնք քանդեցին հայկական պետությունը, հայկական բանակը եւ հայկական տնտեսությունը, այնպես արեցին, որ հայերը գնան Հայաստանից այդ թվում եւ բերեցին այն ծանր իրավիճակին, որի պատճառով արդեն ժողովուրդը ստիպված եղավ հեղափոխություն կազմակերպել 2018 թվականին եւ հիշեցնեմ, որ դա արտաքին քաղաքական բաղադրիչով չէր, այլ ներքին քաղաքականով էր իրականում այդ պահին։ Մյուս կողմից դա իհարկե այն էր, որ Ռուսաստանը բացահայտ աջակցում էր Ադրբեջանին տարբեր պատճառներով, տարբեր աշխարհաքաղաքական հաշվարկներ անելով, Հայաստանի շահերը զիջելով եւ փաստացի Սերժ Սարգսյանը սա նաեւ բացահայտ ճանաչում է։ Ուստի ես այստեղ էլ այս դրվագում էլ անպայման կոչ եմ անում պատշաճ մարմիններին, քննչական կոմիտեին, ազգային անվտանգության ծառայության նաեւ մարմիններին, որ հետաքննում կազմակերպեն շատ ավելի մեծ գործի ռազմավարական, ինչ քայլեր է, ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանը այդ ժամանակին արել եւ չի արել, որոնք բերել են Հայաստանի պետության ուրեմն այնպիսի թուլությանը եւ այնպիսի դիրքերի թուլությանը, որոնք վերջնական առումով այո բերել են այդ պատերազմին, որում նույն Սերժ Սարգսյանը ճանաչում է, որ անխուսափելի էր մեր պարտությունը, որովհետեւ բալանսը աննկարագրելի փոխվել էր